Ana erdi komes dukos. Ժամանակը չբացեց։ Ժամանակ մի դու գնալիս կորես ժամանակից։ Արա։ Անցանով արա։ Երկու կոպեկ խաղում, Պրոշյանի համայնքապետն է և Պրոշյանի բնակչությունն է, պահանջում է չկրճատել տրանսպորտի քանակը և բողոքում է ուրեմն թանկացումների դեմ նաև, կրճատման և թանկացման դեմ։ Քանի որ իրավունք չունենք արդյունքում այս օրենքի այս մարդիկ կարան մենք պետք է ազատենք Լրատվամիջոց է ժողովուրդ մենք հիմա մի հատ կառազանանք առանձին մենք հարցը կգնանք ոնց ենք անում այս հարցը մենք մեր հարցի լուծումը ոնց հոգում եմ ստեպետի չտանք մենք մեր հարցի լուծում ենք ոչ կազերի հիմա կա Օրինական պահանջում ներկայացնելու օրինական Ներողությունին չեք պահանջում։ Պահանջում եմ տրանսպորտի նախարարին դաստեղ այդ տենդերի համար պատասխան տա։ Ինչ իրավունք ունի մեր երեխեքի ձեռքից, մեզ ձեռքից հացը թալանեն, թե մի քանի կոպեկ թոշակ ուսանում են ու չկարողանան դարձնել երեխեքին, որ գնան դասի գան։ Դրա համար նախարարը թող կա ինքը պատասխան տա։ Թե Պրոշյան համայնքի գիծը շահավետ գիծա դրա համար տղի Ծառուկյան Գագիկի։ Ի Ծառուկյան Գագիկը ով է, բիզնես ունի ինքը, շատ բիզնես ունի։ Եվ ինքը մեծահարուստ է, իր համար միևնույն է, ինքը թալանի վրա է նստած։ Ո՞վ դիմեն թալանի։ Հարցերեք ստեղ բոլորը, ես 3 հատ ուսանող ունեմ, ոնց է երեխեքին փոխտամ 1500 դրամ, որտեղ ստամ 36000։ Նաև կրճատում են, չէ՞ ոնց որ տրանսպորտի քանակը։ Ֆիզիկայի խաշմերուկից 150 դրամով մետրոյից 150 դրամով որ դասի։ Գնալ գալը մի հատ կերերի վերաշկինուկի որտեղ է։ Հասկանալի է։ Թող կան ցուցակագրեն ուսանողներին ովքեր սովորում են, թող ամսական տրանսպորտի ծախսը տան երեխեքին, թող երեխեքը գնան տան ինքն իր տրանսպորտը։ Հիմա ինչ եք պլանավորում անել այստեղ։ Պլանավորում ենք ճանապարհը փակել, բոյկոտել մինչև անգամ թող կա տրանսպորտի նախարարը եւ այդ հարցերը լուծի մեջ։ Շնորհակալ 150 դրամն է արդեն ցավալի, զգացում է ժողովրդի վրա։ Այո։ Այլ 250 եւ կրճատեն ճանապարհը։ Հասկանալի։
Ժողովուրդ բոլորս մայթի են կողմը։ Համայնքի ղեկավարն դուրս եկեք, Դուրս են գալիս, պիլոպեն, ներողություն։ երկու րոպե ժամանակ։ Հիմա դուրս են գալիս, Մեր պայմանավորվածությունը եղավ 5 րոպե, մենք ես թողեցի, չէ՞։ Շո դուրս են գալիս, ժողովուրդ, բոլորս են Դուրս եք գալի ճանապարհից դուրս։ ճանապարհը բացում ենք, եթե չոչնդոտեն։ Բացում ենք, ճանապարհը դուրս են գալիս, ժողովուրդ։ Արեք անցեք կանչեք այստեղ։ ճանապարհը ժողովուրդ բացում Սեմ համացանցով ասեմ ինքով։ Այս ամեն ոստիկանական համակարգը։ Ոստիկանական համակարգ կա։ Իրանց զորքերի հրամանատարը նախքին չասեմ։ Քիչ առաջ էլ քաղաքացիական երկու մեքենա ուղիղ ժողովրդի վրա էին քշում։ Ասում Ուղիղ մարդկանց վրա։ Համայնքապետն է Պրոշյանի, խնդրեմ։ Արեք ժողովուրդ, տրանսպորտի նախարարի պահանջի Համոզման process է գնում համայնքապետի եւ բնակիչների միջեւ։ Խնդրեմ մտնեք ընդդեմ, ասեք։ Ժողովուրդ ասեք մի հատ գիծը մի գծով բացվի։ Մենք ենք բացում ինքը մեզ սովորացրել է այս ձևով հարց լուծել, մենք էլ լուծում ենք։ Ով է սովորացրել ներողություն։ Բարոն վարչապետը այս ձև վարչապետ եք դրել, մենք հիմա ինչի ասում Արձագանքը ուզում եք որ ճանապարհը փակվել, լսել եք։ Ասի դուրս եք եկես, ասում։ Ես հարց եմ կողմից ավել է, հարցրացված է, ինչ է արվել, համայնքի կողմից ինչ է արվել։ Հեսա կասեմ, ասեմ համայնքի կողմից ինչ է Մեկ ամեն ինչ ծեփ Ուղղակի տարածքային կառավարման նախարարության քննարկման։ Մեր ձայնը հասանելի է եղել մեր կառավարությունը։ Այսինքն հարցերություն չէ, բայց պատասխան չկա, հա։ Այս է։ Ձեր ցավը արեցին։ հավաքանեն։ Որ արեցին էս։ Հա, արեցին։ Նա ինչքան լրատվություն աշխատի։ Ձայնը հասանելի է, եղա։ Չէ, դες կուլտուրական Իհարկե սա ճիշտ է։ Բայց Բայց պարոն Գաբրելյան, ժողովուրդը վատ բան չի անում։ Ինչի չացին ավտոբուսից։ Ժողովուրդը ասում է, չէ՞ որ մեր վարչապետն էլ է այս ճանապարհով ընտրվել, ինչ եք մեզ խանգարում մեր իրավունքների համար պայքարել այս ճանապարհով։ Ես ասում եմ սա Քաղաքականացրեք։ Մենք 25 համարն ենք ուզում։ Էսի հարցի լուծում չէ, բա ո՞րն է հարցի լուծումը։ Էսի հարցի մեզ պետք է որ մեր ավտոբուսը չհանեն։ Ձայնը առանց լսել է։ Մեր ձայնը չի լսվում, սա չկա այդպես։
Ասես հավատան եմ։ Հիմա որ ճանապարհ ավտոյի մեջի հիվանդը, որ պետք է հասնի հիվանդանոց։ Իսկ կանգնել, ճանապարհը դու երթևեկությունը բաց լինի, հաստատապես բոլոր անձնողները կտնան, որ ինչ-որ մի բան կա, որ հավաքել։ Մարդիկը կգան։ Չեն կա։ Վերջում լավ ասիր երևի։ Demek ճանապարհ փակեք, որ աշտարակցին են տեղյակ լինի, գյումրեցին են տեղյակ լինի, ու մյուսներն են։ Եթե մենք հիմա ճանապարհ ենք բացում, ոչ մեկը տեղյակ։ Դուք չթողեցիք, որ մենք մեկ ձայնով Լավ, ժողովուրդ, ես зараз ձեզ տանեմ։ Բոլորը գիտեք, որ ես ձեզանից մեկն եմ։ Բոլորը գիտեք։ Ես ձեզ կանգնած եմ։ Ես չեմ թողում, հավատալու։ Ես ամենը հորդորում եմ ասում ձեզ բաց խալա անում։ Երկու տրանսպորտ բրտնի, ով ուզի, ուղղությունը ով է, չէ, դով է 25-ը մնա։ 25-ը Ժողովուրդ, ես ասում սա ճիշտ է։ Ձեզ բան է։ Վահե ջան, ոչ, համայնքապետը ՔՊ-ից չէ, նոր ասեցին։ Ավելի վատ ինչ է կարող, ավելի վատ է, իսկապես է վատ։ Ոչ մի հատ լավ բան, ես ամեն իրակստանի, ամեն իրատենդերի, ժողովրդի մասին ով պիտի մտածի։ Լավ հասկացանք, ես ասած չի գալ 25-ը չանվի, ինչ ուզում են անեն, տենդերը շահել, ինչ է, դա իրացնող փողի ողքունն են, ողքի համար է։ Մշտական խոսում են, որ ժողովրդի համար են ես ամեն ինչ անում։ Ժողովուրդը դեմ է, դե թող քիչ տամանալու ժողովուրդը։ Եվ ոչ մեկ չի մտել, եթե մտնում ուրեմն մեզ 25-ն է ձեր տալ, թող մեր օգտի համար թող երկու տրանսպորտ մտնի, երեխեք ջան, երկու տրանսպորտ մտնի, այդ 25-ը եթե շարժում են չեն տա, գյուղ չի համայնքը, գյուղացիները իրանք Շատ կուլտուրական գրական ամեն ձերի սպասարկում է, իսի չեն ամեն ես ժողովրդի դրանքները ժողովուրդը ես եկան ժողովրդի մասի մտածող չկա ժողովուրդը ո՞նց անենք ես երկու ծախնենք թողենք գնանք ինչ անենք ոչ ես իմ երկինը սիրում եմ իմ երկինը պետք է մնամ պետք է պայքարել ոչ ձեր ու ապրել ասեցի իրանք ուզում են գնալ չէ հիմա նորից դրեցի մեկ լեսի Ամեն տեղ ժողովրդին ուսեմացնում են, ամեն տեղ ժողովրդին ուսորացնում են, ինչքան կարելի է համբերել։ Հիմա ինչ անենք որ ես
Հասա։ Ես էլ եմ ասում, մենք ոչ մի քաղաքականության հետ կապ չունեցի։ Ընդհանրապես ամեն ժողովրդի ամեն մեկի ընտանիքի հարցն է։ Միանշանակ։ Եթե պիտի ծանոթեք եք կոտակի, թողնես ընդհանրապես հանեք կոտակի մասից եւ մտեք քաղաքային։ Ուրա մեր մարզպետը, մեր հարգարժան մարզպետը, սա յուղի վերաբերվող հարց է։ Բաթոգանյա կանգնել ժողովրդի կողքը։ Մարզպետ ընտրում ես ու վերջ, այդ մի օրն ես տեսնում որ գալիս Ախր ինչի մասին է խոսքը միջև մեր բողոքը չի եղել մեր էջում պրոշանցին տեղակ չի եղել ես էլ եմ դուրս ագալիս Ամեն օր աշխատող ենք 20 տարի Ազիվ կրծան գարու կաշորցից, կզատ էշան կզատ գալու է։ Ես սկզբունքով են շարժվում, այս սարնիմն է, Ծառուկյան ջան, ինչ ունես աստված քեզ որ ասում է առաջ վայրի քովի ժողովրդի համար ապրի։ Ես մի տրանսպարանցիա մի օր տվի, այդ իրա ուրիշ որ իրա որոշումը չի եղա չհայտարարել։ Ոնց կարող ես բանը։ Քաղաքային 1.5 կիլոմետր։ Եվ 250 դրամ վճարը։ 1.5 կիլոմետր։ Լսի, ասում եմ, 2 տարի բարոյթը աշխատած, հաստաշողի բարոյթը, պրոշանցին չի վերից այդ քաղաքում։ Ոնց է։ Բանը բայց դրա բարելավում։ Մարդիկ դեմ էին 50 դրամների ավելացմանը, իսկ 100 դրամ են սարքում։ Ես 6 կիլոմետրի համար 200 դրամ տակ ուղղակի ունեմ հասեք ֆիզիկայի խաչներում ու մեր չկանգնի ֆիզիկայի իրավիճակը ծրագիրը որ գծեցին այդ դաշտը որ դա ինչ հաշվի առնի ձեր առնի իսկ գնա ֆիզիկայի խաչը Չէ, դու ցես անում ես կոնգրեսի խաղի հավաքարի Զաբաճոն չի Չէ, ես դագոնն Բարև, դու ես եկել ճանապարհ փակես։ Բավարի դերը խդել նման Կամ ինչի դու դեր ես խտում ստեղ, հա? Ռայշնիգի։ Ինչ եք նստեղ, հա? Պահանջով ուրիշին ես դեմ ասում, ուրիշը քիչներ ասես, հենց այս դու պահանջը չի կարելի։ Հեմ կարող գնամ։ Չէ, ավտոյի տակ չի կարելի գնել։ Ավտոյի տակ չի Ավտոյի տակ չեմ։ Ինքը չի կարող ավտոյի տակ։ Դրանից ցավը տոնեմ չի կարելի ավտոյի հավասար գալիս է։ որ ինքը չունի ավտո Всё, ապրես։ Այո։ Իմի մեկ եղավ, որ զանգի վերխուշկա ասի, որ ժողովուրդը բողոք Հիմա դրա համար ես ասում եմ, եթե այդպես է, Գորդի մի մասը ասում եմ, արեք ախր ոչ չքաղաքականացնես, որ հենց էսի քաղաքական հարց է։ Հենց այդ քաղաքական ներկայացուցիչներն են ժողովրդին այս օրի հարցը։ Սերգո Ահա դու ինչ եղավ։ Ախպերեսի չի ինգես։ Հիմա սպային հալես սոցիալական է որ Եթե մասաներ օրս ալվեց հիմա լիքը ձևեր բայլեր կողը
Պարոն փոխգնդապետը նկարվել չի սիրում։ Կանջու։ Իրանց օգտի համար ամեն ինչ մեր ժողովուրդն ուզում են կոտորել, չի չեն կոտորել, հիմա էլ նորից կոտորում են։ Որ Սուսանող ունեմ, ես որտեղից կարամ հասնել։ Մի հատ հրաշք ունի Հայաստանը, սա տենդերները սահել է։ Թոշակել ինչ եմ Թոշակստանը, որ ես դերես։ Իսկ ինչ են թույլ տալիս, որ տենց բան լինի, այդտեղից պետք է սկսենք։ Տրանսպորտի նախարարին։ Թողաստը պատասխանի։ Արալ են թեմուր, իշխարի տղեն է, իխոյի տղեն է, լասաբատ հանգստան։ Թեմուր! Նկային։ Լարիսն է, լարիսն է։ Հա, ասնավանի չի, ոստիկանի ասած, հա, դրա համար են ծիծաղում։ Գնացինք։ Ասում է, ոստիկանի ասած ասնավանի չի, կվուր չի էլի։ Վայ, հայեր, վայ։ Եսի ժամետ է Համայնքապետն է նորից եկել, հա? Տեսնեք ինչ ասում։ Ես ասում եմ, ես իմ ժողովրդի հետ եմ։ Ես գիտեմ որ դուք մեզ հետ եք, բայց Դուք լավ գիտեք ժողովուրդը իրար միակ ձայնը, այս գրահավաքներն ասում։ Տեսնում ես ձայնը հենց հիմա հասանելի է դա, այո։ Հասանելի դառնա, մենք շատ ավելի շատ բան տարբերակով են, որը եթե մենք ոչ եթե ոչ մեկավարի, մենք Հիմա ասում են, որ ասապնացությունը շատ մեծ է Գաբրիելյան ջան, այսօր դուք տեսնեք, եթե դուք բոլորից լավ եք տեղյակ, թե ինչքան բնակչություն ունի Պրոշյանը։
Այսքան մարդը, այսքան պահանջը մեր բանա։ Երկու պահանջը Մենք սանի համարը մնա։ Իսկ եթե իրան վերում իրանց Ավիլանց թողել չեն բերում, համարը չեն բերում։ Էդել կա։ Լավ, համարը չեն Իսկ բերում։ եթե հակառակ դեպքում Գաբրիելյան ջան, եթե որ կգա այս ավտոբուսներ, ուրեմն մենք 25 համարի գիծը վերցնի ու իր գնա։ Հիմա մենք պահանջը մատ իմի են բերում։ Մի բան եմ, չէ՞ ուզում։ Ես պետքա որ մեր հետևեկների տրանսպորտը 25 համարը, որը գնում էր մինչև մանումենտ, հա։ Չէ՞ այո, զայթուն։ Մեր պահանջն որ մնա գործ չէ։ Ես մի պարտադիր կասեմ, բոլորը դեն բացա։ Մեր պահանջը Պահանջը բավարար հասել է կառավարություն, ժողով։ Դրանով Պատասխանը քիչ է։ դեր պատասխան չունեն, ժողով։ Բա ինչ է մտնում։ Հիմա մենք ես չգիտեմ ինչա լինել։ Հիմա մենք բոլորը հավաքվել ենք որ այս բարձրացնենք այս հարցը, չէ՞։ Չկա տենց պահանջ, մեր պահանջը 25-ի մնալն է։ Թող պատասխանը տա։ Թող մեր բանի պատասխանը տա, քիչ են տանում։ Այս 6 կիլոմետրի համար։ Այս ի՞նչ է նշան։ Այսինքն այդ նշանակից ավտոբուս բերեք յուղը։ Գաբրիելյան ջան, մի հատ ուզում եք հասկանալ։ Ես հավատ տանեմ, ես ոնց է պետք։ Համար։ Ես գնամ իջնեմ, ֆիզիկայի խաչմեր գնամ, ինչի համար։ Ես Համ համարը դիտա ավտո Էդի եղավ տրանսպորտ բերեք։ տրանսպորտը չունենք, համարում ենք չունենք։ Այդ ինչ է մտածել այս ես ասենք այդ ուղղությունը, այդ ինչ է։ Համարենք դա չունենք։ Մենք այստեղ մեր բողոքը բարձրացնում որ 25 համարի տրանսպորտը դուրս չգա, չէ՞։ Հիմա մենք մեր ձայնը բարձրացեցի, համապատասխան մարդիկ լսեցին։ Բացի ինչ լսել են։ Մենք գրավոր դիմել ենք, անկեց եմ ասում։ Դերետ եմ ասում, արեք բոլորը սպասենք պատասխանը։ Աշխատող մարդիկ են, խասի մի հատ նորմալ բան ա եղել։ Թողեք ժողովուրդը 4 կամ 5 օր առաջ։ Չէ, Գաբրիելյան Վալենտինան բոլորի ստորագրությունը։ Այդ դիմումի մասին եմ ասում։ Այդ 4-5 օր առաջ չի։ Ուրբաթ օրով են գնացել, երևի 10 օր։ 10 օր։ Ուրբաթ օրը ուղարկել եք, ես ասում։ Հիմա լայվի մեջ չեմ կարող։ Գնացել է 10 օր առաջ գնացել է ու դեռ պատասխանը չի եկել։ Ու դուք ասում եք գրեթե։ Ես դες բան եմ ասում։ Լավ չէ։ մենք ենք համոզված։ Ես կառավարության փոխարեն չեմ կարող ասեմ ինչ բան։ Ընդունենք, որ դեռ պատասխանը չի եկել, ու կարող է մի շաբաթ որ չգա, ու դուք ասում եք, բոլորն ասում 25 համարը չի գնացել։ Այս ժողովուրդը ինչ է։ Հիմա մեր ժողովուրդն հավաքվել է, որ բողոքի ձայնը բարձրացնել։ Դրա համար այդ ենք անում։ Մենակ այդ ենք անում։ Մենք մենակ այդ ենք անում։ Համարի գիծը մի հանեք Ռոշանը։ Այո, Հիմա բայց հավաքվեցին, ասեցին։ ով լսեց մեր ձայնը, ով կարող ասի։ Դուք չեն շեշտեցիք։ Հիմա մենք ուզում ենք հասկանանք, ինչ որ մեկը կա լսելա որ արձագանքի մեզ, մեր լսածը, մեր ասածը։ Ես ասում եմ այդ դիմումը հասել։ Իդեպ գնացել է, չերես մարսպետարան։ Ուղղությունը չգիտեմ ոնց է գնացել, բայց տեղ է հասել։ Գնացել է, այո, գնացել է, չերես մարսպետարանի միջոցով, հասել է վարչապետի։ Էլեկտրոնային է գնացել։ Այո, գնացել է, բայց մարսպետարան։ Հասել է վարչապետի աշխատակազմ։ Այո, Սպասենք պատասխանին, հարգելիներ։ Ապա չաջելերը խեմ մտցնում պատասխանը չէ։ Գաբրիելյան ջան, միջև պատասխանը գա, միջև պատասխանը գա։ Այս գիծը մտնա Ռոշան, էլ դուրս չի գալու Գաբրիելյան ջան։ Բայց գիծը Երկու շաբթի կտեսնենք, երկու շաբթի կտեսնենք։ Իսկ այդ գիծը որ եկա, էլ մենք այն որ ասում այսպես գյունն էլ կարենք իրան Հիմա ես նորից ասում եմ, Եթե մեր պահանջը որ 25-ը մնա, չէ՞։ Ուրեմն 25-ը այ երկու շաբթի օրա մեջ չլինի, որ մենք այսպես առավոտ ելնենք ու տեսնենք 25 համար չկա։ Բայց հետո կա մեջ։ Դրա համար այսօր բանից վերցելը հասնի չանենք մենք 25։ Շաբաթ կիրակի, Թող այո, թող աշխատի։ Թող այնքան 25 համար աշխատի միջև Միացել է։ Ուսանողների 80%-ը ես ամեն օր աշխատող եմ, կոմիտաս եմ գնում, 80%-ը մետրո է այլ։ Ամբողջ ուսանողությունը։ Ես ուզում եմ Այդ ուսանողը մենակ չի գնում դասի, այդ ուսանողը պրակտիկայի է գնում։ որ իր գյուղի եկեք ձրի գնան իրանք ուսանողների տեղ ուսանողների նա իր գիծը չեսի։ Որը գիծը, այս որ պիտի գա։ Մոճի տրանսը։ Իրանը չի լավելի ախր բոլորին է հայտնի Իրանը։ Նա հետ արնում է։ Իրան տապադան, այո, ես Այդ գիծը որ գծել է,
Այդքան ուսանողը ո՞ր է գնալու։ Մենք խոսում ենք 25 համարը դուրս գնալու մասին, չէ՞, ճիշտ եմ ասում։ Այո, Արեք մեծ անենք, մտածեք, ոնց ումը խնդրենք, ինչ անենք, որ 25-ը դուրս չգա։ 80 Շատ չի, շատ է ուզում։ Ես նորից եմ Ճիշտ եք ասում, ճիշտ եք ասում։ Ես նորից եմ ուզում Հարցերի կերը պարտաս է, Դե գյուղի ժողովուրդը շատ են աշխատում։ Ես դարձել բանացել եմ, ասել եմ 200 Բոյկոտում էին մեծահարուստ է, չէ՞ բոլորը, սա մեծահարուստ են։ Այդ բարուջը 250 դրամ պետք է որ հասնեն 6 կիլոմետր միջև։ Օգնատարի ճիշտ հասկանում ենք, բողոքում ենք ուղևորցի դեմ թե Նայեմ ուղևորցի դեմ արած։ Արեք նա հասկանան, ոնց են կանում որ պահպանեն։ Ամբողջությամբ դեմ ենք մենք ճիշտ է։ Շատ գումար դեմ ենք։ Անգ ասել եմ, կներեք մի հատ բան։ Հիմա եթե ասենք ասված չանի 25 համարը դուրս գա։ Քաղաքացիները ինչպես են այդ մուլտիտրանսի ավտոբուսով վերադառնալու աշխատանքից։ Քանի որ վերջին ուղեգիցը դուրս է գալիս ավտոբուսը 19:30։ Ինչպես Պրոշան համայնքից մենք գիտենք բավականին արագ զարգացող համայնք է եւ համայնքի բնակչության մեծ մասը աշխատում է Երևանի կենտրոնում։ Ինչպես դիտեք։ Ես դարձի ասիատները ես Դուք որպես համայնքի ղեկավար նաև Ես համայնքի ղեկավար, դուք վարչական ղեկավար, ես եմ բնակիչների կողմից եմ, ես կողմ եմ, ես եմ իրենց Իսկ ինչ եմ Այո, շատ կարևոր հարց է այսօր բարձրացնում։ Այս բնակչության հարցն այո։ Մեր հարցը արդարա, մեր պահանջը միակն է, որ մեր 25 համար տրանսպորտը չհանդի։ Ընդամենը մեր գյուղի բնակչությունը դրա համար ավարտել։ Մենք ոչ քաղաքական թեմա ունենք, ոչ ինչ որ մի բան պահանջում, պարզապես մեր 25 համար տրանսպորտը չհանդի։ Ընդամենը մեր ցանկությունը դա է։ Միակ ցանկությունը։ Մեզ ոչ իրանց վերանց տրանսպորտի ուղղությունն է ձեր տալիս, ոչ գումարն է ձեր տալիս, ոչ իրանց վերջի ասել եմ, Ժամը 7:30 իրանց տրանսպորտի վերջի բանը, ուղղությունը վերջի ժամը 7:30։ աշխատանքային օրերին, բա շաբաթ կիրակել կարողա չաշխատի։ Այո, դե ինա, դե մտածեք։ Շաբաթ կիրակել էշքի սակի գալու դա։ Ակցիա ստանում, բռնե։ Մենք ոչ երկրի ղեկավարից ենք խոսում ոչ։ Ախր այդ երկրի ղեկավարն է քեզ այսն է հասցնել։ Մենք չենք դուրս եկել երկրի ղեկավարից։ Հասկացա, մենք այսօր պայքարում ենք մեր տրանսպորտի համար, բայց մեր տրանսպորտի այս հարցը հենց էդի արել։ Տրանսպորտի նախարարը ես հարցի լուծում տա։ Մեր հարցի լուծումը ժողովուրդ եթե երկրի ղեկավարի շենք եք դու դժգոհել ես պահի։ Դե մի թե ինչ թեմաներից են դժգոհական։ Մենք թեման միակ այսօր ենք մեր տրանսպորտի։ Իսկ եթե իրանք ժամանակակցում են Երևանը իրենք հրաժարվում Այս տրանսպորտը դեպի 25 Եթե ինչի մարզինն աշխատա, քաղաքապետարանը անօրինական մտել ամուսին։ Ո՞ր չմտել մարզին։ Այս սարնիմն է, սարնիմն է, հերիք հայ ժողովորդին վզինամ ենք է խպեք ժողովուրդ ջան, թողեք այս մարդիկ աշխատեն։ 20 տարի կրվեցինք մենք 14-ի ձեռը։ Հարտաշորսի խորտան հիմայլեք ավեսի։ Արտերի կառավարությանը տրվի։ Պետարանը ոչ ամալեք, անօրինական։ Ոնց եք պատկերացնում այս պայքարը, ոնց է լինելու։ Եթե ձեր հարցերին լուծում չտրվեց, ոնց եք պատկերացնում այս պայքարը։ Պիտի պայքարենք, ինչ է դեր։
Երեքա կերակ է Մենք ասում ենք, եթե որ իրանք իրանց այդ տրանսպորտը բերեն, ուրեմն դրա հետ զուգահեռ անա նաև համը 25 իրանց այդ տրանսպորտը։ Իսկ եթե չէ, ուրեմն մենք բոլորս միա համուր դեմենք այս նոր բերված գծում։ Ամեն մեկի տակ պատահած կա, ամեն ինչ կա, ժողովրդի մասին պետք է լինի մեկը ժողովրդի մասին մտածի, լավ չեմ հասկանում։ Հիմա լավ, ժողովուրդ ջան, եթե կոնտրակտը չբավարարեն, ձեր հետագա անելիքները։ Մենք միշտ ծայրահեղ պետք է ճանապարհը փակենք։ Ուրիշ երախություն եմ խնդրում։ Ուրեմն հարգելի ժողովուրդ, հարգելի պրոշյանցիներ։ Հենց նոր ուրեմն տրանսպորտի փոխնախարար Արմեն Սիմոնյանի կողմից եղել է առաջարկ երկուշաբթի առավոտյան։ Ես մեկ կլինեմ եկել Պրոշյանից մի 4 հոգի։ Հեսա կորոշենք ովքեր են, գնալու ենք տրանսպորտի փոխնախարարի մոտ հանդիպման այս հարցի լուծման համար, եթե այս հարցի լուծումը չկայացրեցին, մենք արդեն դիմենք այլ միջոցների։ Մենք առաջարկում իրանք իրենք գան էստեղ։ Մենք առաջարկում ենք։ Ես հենց հիմա ասեմ թող փոխանցեմ։ Ժամանակ ասում են ժողովրդի իշխանությունն է, ժողովուրդը։ Համաձայն եմ ձեզ։ Ասեն ժողովուրդը ձեզ է պահում։ Համաձայն եմ։ Եթե 5 հոգի գնացին, բոլոր հարցերը չեն կարողանում։ Ալերավա թո ինքը կա։ Ինքը թող կա։ Չի գա։ Հոգան հասնեմ, սեքս մեկ ժողովրդի հարցում։ Մեր պահանջը հիմնականում նախարարի ներկայացում է։ Կենտանի նստեն կանգնեն խոսում են։ Այդ հարցին վերջնական լուծում։ Ոչ մի պաշտոնյա չի։ Որն է ձեր պահանջը, կներեք, ասեցիք մինչև Ասել մի նորմալ տրանսպորտ էր մտել։ Լծված ժողովուրդը մի կեր հասնում է աշխատանք մտնում է երկրորդ տրանսպորտը թող մտնի որպես երկրորդ տրանսպորտ առանց 25-ի այս ժողովուրդը չի կարող հնարավոր չի Եթե լուծում չտրվի առումով եւ գումարի առումով մենք ինչ աշխատավարձ ենք ստանում որ մենք պետք է մի հատ նստենք 250 գնանք ուրիշ տեղ նորից ընդերից ուրիշ գումարով Իսկ եթե ձեր հարցին լուծում չտրվի, ինչ եք մտադիր անել։ Հաստատ ինչ հարցը որ չի լուծվել։ Ամբողջ ժողովուրդը քնիստ է։ Չորսը հատ թորն եմ ուսանող։ Ինչքան դուր պետք մենք ունենանք ժողովրդի հասի գնան դասը տան։ Ոյով թորնի պինել։ Պետք է ասպայման հավաքեցնենք սենց գնաշարի եմ։ Սա ինչն է։ Միակ լավ։ Ահա աշխատը շարունակի աշխատել 25 Բայց դուք չէ։ Այդ երկուսի դավերաբեր։ Ես խոսքի տերնեի, դուք չէ։ Շատ լավ, շնորհակալ։ Իման դարձին, գրի։ Հա։ Իմ աչքին ցոկակի գերանա, ոդան տրանսպորտների այդ բարիքին դրանք տամ եւ ոդում գա։ Հա, արգելում եմ ասեմ, դու լավ ես իշխում, դավաքի մը լավ։ Ո՞ս կլինի։ Այս հարցը ո՞ս կլինի։ Իրան ես խոսակի։ Բարան պատասխան դրա։ Ո՞վ կա պատասխան։ Ոչ մի։ Կընտրում եմ։ Դու ժողովուրդ մասին մտածել ժողովուրդ մասին։ Այդ ժողովուրդը մերկո։ Երեք բոլոր նայ բոլոր։ Ահա, որ եկել է գործի դիպլոմա։ Միակ լավ Ուրեմն երկուշաբթի օրը ժամը 5 իրոք Բրեժան կներես էլի ցավը տան երկուշաբթի օրը ժամը 5-ից Փոխնախարար Արմեն Սիմոնյանը ու կառավարության որոշ անդամներ իրոք էլ լսեք արեք հիմա որ ասեք հարց չկա ես ձեր հետ կանգնեմ մեկա չեն գալու 20 հոգանոց խումբ
իրենք դալիճում տարբեր ոլորտի իրանց ներկայացուցիչները գտնվելու են դալիճում, կառավարության ներկայացուցիչ, տրանսպորտի նախարարությունից, տարբեր ոլորտներից։ Մենք մեր ժողովրդի այդ 20 հոգանոց խումբը կընտրենք, մեր բոլոր հարցերը կբարձրացնենք տրանսպորտի հետ կապված, գների հետ կապված, այն դուք որ ասում եք քաղաքին մոտիկեք, Մարտից անեկյացրին քաղաքի հետ հարցեր, բոլոր այս հարցերի շուրջը, սա ամենաճիշտ որոշումն է։ Մենք հիմա իջել անենք, սա շուտ ալինելու։ Շաբթի եթե եկավ այդ տրանսպորտը, մենք ոնց ենք։ Լեսի, այդ տրանսպորտ մենք դրա արեք դրան դնենք թող մի օրը գա, ոչինչ, հաշվենք այդ մի օրը։ Չէ, հետ եկավ։ Այդ մի օրը աղբերս ասել։ Այդ մի օրը ուրեմն լսեք, մի հատ լսեք։ Դո պրոշանց։ Իրոպե, դո պրոշանցի տաս։ Հա, երկու շաբթի էնա։ Մեր համայնքապետարանը երկու շաբթի չի գա։ Դեր։ Հա, չի գա, մենք կգնանք գյուղապետելա մեր հետ լնելու։ Մեր 20 հոգանոց խմբով մենք կգնանք, մեր բոլոր հարցերը կբարձրացնենք։ Իսկապես 20 հոգի ինչ է։ Չի ուզում կա։ Լեսի ասել 1000 հոգի մարդ է։ Ես եմ ուզում որ գա, բայց հիմա քանի որ այս վիճակն է արեք էցի հողոջան։ Դու էլ մեր հետ կգաս ախպեր։ Երկու շաբթի չեմ կարել։ Հողոջան, արի սենց անեք։ Դա որը չկա։ Այսօր ոչ մեկ քեզի ոչ մեկ չի լուծելու։ Նախարարը իր կաբինետից ելնի կա։ Փոխնախարարը հիմա իր տունը պարկա շայախը։ Հենա պայմանավորություն ձեր բերես։ Տրանսպորտի փոխնախարարի։ Կարին ջան, էսի ամենաճիշտ որոշումը։ Արեք գնանք։ Մի քանի հոգի որոշեք ովքեր։ Հեսա կորոշեք։ Գյուղապետարան նստենք քննարկենք ինչ են կարելի մեր անելիքը։ Որոշեք այդ պայմանավորված ժամին գնանք հասկանանք ինչ են կարելի։ Ահա, ժողովուրդ, էսի մենք երկու շաբթի օրը եթե մեր պատասխանը չեղավ, եթե չեղավ, Գույթագրմանից բանի համար ես կա ժողովուրդը բողոքեց, ո՞ր Գյուղապետը խոստանում է, որ գազը չի մտնելու Ես նա տեսա Հովոջա, էսի Այսօր պահանջի։ չես ուզում լսես։ Էդի մենակ տվյալ այդ Արմեն Սիմոնյանը որ կա, տրանսպորտի Հակում։ կառավարության անդամներ Այս պահին Պրոշյանի բնակիչները պատրաստվում են, կանայք պատրաստվում են փողոցը փակել, նաև ոստիկանները խոչընդոտում են բնականաբար։ Բնակիչները ճեղքում են ամեն դեպքում ոստիկանների պատը եւ փորձում են փակել ճանապարհը։ Ահա այս իրավիճակն է այս պահին դեպի Պրոշյան տանող ճանապարհին։ Նայող չվեք, բայց վերեք այժմ։ Որևէ մի օրենքի ներկայացուցիչ եկել է այստեղ որ տեսնի, այս մարդը զարդուցան եկել ոչ մենակ այստեղ գնացի։ Ոչ, սա ճանապարհը փակելով խաղաղ չի։ Մենք էլ պետք պահանջ կգանք։ Սա միայն ուշադրություն գրավելուց է։ Մենք շատ դիտասաբար շատ գեղեցիկ ձևով։ Հետ չեք դու առաջ արեք։ Այստեղ պատերազմը չանա։ Հոգան մեզ
Իհարկե պետք է բացենք, բասա մեծ մագիստրատ մենք ուրախություն շուտ մեր բարդությունից ուզենք մեզ ուշադրություն դարձնել։ Ընդհանրին հանգիս, թողեք մենք ժողովուրդը տեղյակ չի, ինչ են տրանսպորտը փոխվում, ժողովուրդը տեղյակ չի, որ տրանսպորտը ինչի տեղյակ չի։ Նախարարը տրանսպորտի թող գա տեղեկացնի իր ժողովրդին, մենք մեզնով ենք տեղեկացել, հիմա աստուծից։ Սենց, չերես ինչ-որ մենք, ոչ, վարորդներով ենք տեղեկացել, այդ մյուս վարորդից, որ պիտի գիծ մտնի իրանից ենք տեղեկացել, ոչ մեկ մեզ չի ասել, մենք էլ հոտ Պրոշյանի էջում խծում ենք, որ Պրոշյանի նույն ձև նորից եմ ասում, հետևում կանգնած աշտարակցի, չգիտի, որ իրա տրանսպորտ։ Հիմա թող մենք լինենք պատճառ, որ իրանք Չէ, լիքը գիտեք ինչ Արաբաստի կանջան, ինչի միջև չի։ Մեր բողոքից հետո նոր իրանք որոշություն Ոստիկանները խորհուրդում են ճանապարհը բացել։ Մենք տեսնում ենք, որ նաև մեքենաներով են փակել ճանապարհը։ Ահա, բնակիչը, բնակչուհին ավելի ճիշտ, փակել է ճանապարհը։ Ինչ? Չեմից դուրս եք, ետ խնդրում եմ բոլորը Արի առաջ դուրս պայմես, հումարը այս պայմ, տղեք ճան որքեսներ Ուրեմն ես արեք իմ ասած։ Հուր առաջ գնակ Առաջ Ոչ հերու գնացեք, խնդրում եմ ժողովուրդ, տեղ տվեք առաջ ինը կարեք առաջ գնացեք Արի առաջ իմ ոչնիկի մասին իմը կարդում Արի առաջ գոշում եք Ճանապարհը շարունակում է մնալ փակված, այս կողմից եւս մեքենաները փորձում են փակել ճանապարհը, մենք տեսնում ենք նաեւ արդեն ժամանած կարմիր բերետավորներին Եվ չնայած այն բանին, որ եկավ տեղեկություն այն մասին, որ տրանսպորտի փոխնախարարը պատրաստվում է երկուշաբթի ընդունել 20 հոգանոց պրոշյանցիների խմբին, սակայն բնակչությունը պնդում է, որ նրանք չեն հավատում, որ որևէ բան կփոխվի եւ իրենց պահանջին ուշադրություն կդարձվի, այդ իսկ պատճառով շարունակում են փակել ճանապարհը։ Ժամի 7-ը հետո
հետագա քննարկումները շարունակում եք արդեն ընդհանուր կոլեկտիվ հիմունքներով համայնքապետարանում, որոշում է կայացում կոնկրետ ով է ձեզնից մասնակցելու, գույքագրվում են ձեզ ձեր հարցերը, որոնք պետք է առաջադրվեն կառավարության ներկայացուցիչ։ Օրինակ մեր ցանկությունը մեկն է, որ մեր մարզպետը գարեսոր է ստեղ, մեր հարցը լսեք։ Ես նորից եմ ասում, մարզպետը տարածքային կառավարման անմիջականորեն մարմի աշխատանքի պետության կառավարման շարքերից է, բայց ինքը այդ հարցը կոպիտեն չի, դրա համար կա կառավարության կողմից նշանակված միավորված նախարարություն, տարածքային կառավարման նախարարություն, նախարարության ներկայացուցիչը փոխնախարարը, ձեզ ընդունելու է 5 անցքից, իր ղեկավար կազմեն ոլորտային ղեկավարների հետ միասին։ Ինքնանպատակ, մարզպետը պետք է գա ստեղ, չգիտեմ, չէ, գոնե ինքը իր ժողովրդի մեջ մտնի, մի հատ այդ ժողովրդի հոգսը լսի, ինչի համար ենք մենք մարզպետ ընտրել վերջապես։ Արգելիս, մենք ընտրել ենք, որ այս նման օրերին ինքը իր ժողովրդի փող կլինի, որ մեր ձայնը երբ թե ինքը ավելի շուտ հասանելի կդարձնի։ Ձեր համար ինչը չի բավարարում, որ հիմա ձեր հարցը հասանելի է, ձեր ընդհանրապես ձեզ պետք է հիմա շամփանցեցին, բայց ամեն դեպքում չէ։ Այդ հարցերը առաջադրել, քննարկել, բան անել։ Հիմա որ ինչ որ մեկը գաստեղ ու այդ հարցը չլուծվի, եկեք կարանք մենք ժողովուրդ, այս հարցը պարտադիր ստեղ պետք է կանգնենք քննարկենք, չկարան դեռ կանգնենք։ Եթե պիտի գնան ընդեղից կգնան։ Ինչն է խանգարում երկու հատ տրանսպորտ որ աշխատել են։ Ինչն է խանգարում, որ մի մարդ դառնա։ Էլի թող իրանց տրանսպորտներ։ Առանցնել ունեն անմարդկային պայմաններով են գնում գալիս։ Ներողություն, քանի որ գիտեք, որ ես արդեն ոստիկանության ծառայող եմ, հետևաբար այդ հարցը ինչ չի ուղղված։ Հասկանում եք, մենք միշտորդավորված ձևով երկու շաբթի օրը 5 անցկես գնում եք ձեր հարցը առաջադրում եք։ Բայց ինչի մենք գնանք։ Շատ կնենք։ Մեկը պետք է խափեն ճանապարհ են, խափեն ճանապարհ։ Երկրորդ հարցը չկա, պետք է խափեն ճանապարհ։ Ինչպես խափել են 30 ամեն անգամ պետք է անեն ժամի 7-ից տրանսպորտը որ ասում բերելու ամեն թողեն տրանսպորտի որ բարձրացվում է մեր աշխատանքի հարկերով սահմանափակում են մեր աշխատանքը Եթե անգամ ամենակոմպետենտ տրանսպորտի նախարարն էլ գար, տկեն նախարարն էլ գար ստեղ, դուք ամեն մեկը տարբերն եք, ես խոսում եմ մի հարցի շուրջ, դուք լրիվ ուրիշ հարց եք առաջադրում, ես ասում եմ, որ ես կոմպետենտ չեմ այդ հարցին պատասխանել, դուք նույն հարցը ինձ տալիս եք։ Ստեղ քննարկում չէ, ստեղ քննարկում չի կայանում։ Քննարկման ինչ են գալիս ստեղ։ Ուղղակի մենք համոզված ենք, որ գնանք ընտրել, մեր ձայնը բարձրացնենք, բազմաթիվ հարցեր, այդ եղանակով լուծվում է։ Այ երբ որ կգնաք կտենաք ձեր հարցը չի լուծվել, այդ ժամանակ դուք խոսելու իրավունք եք ունենաք, հիմա ենթադրելով ուղղակի այսքան ժողովուրդը, այսքան միակ բանը, ես էլ եմ ասում, այսքան ղեկավարություն էլ փոխվել, ոչ մեկը ոչ մի բանից չեն օգտվել, միակ տրանսպորտի հարցը։ Երթևեկությունը գործում է։ Մենք հիմա կանգնած ենք լավ, հասկացա, բայց 25 ամառը այնտեղ կանգնենք, գնանք գյուղապետարանում քննարկում ենք։ Թող 25 ամառը գա, միջև հարցը չորոշվի։ Միջև հարցը չորոշվի, թող 25 ամառը գա։ Ո՞նց է լուծվում է։ Գերավոր ձևով կառավարություն։ Բայց հնարավոր է անելանից, որ 25 ամառը գա։ Ինչպես այն ժամանակ, որ լսելով իրար վրա դասել, ինքնին ցավը տալի, ո՞նց ճիշտ ասած։ Ժամը 10-ից 70, 60, 70 մարդ ավտոբուսը հեքտած գա։ Մենք լսում ենք ցավը տանը։ Ուղղակի մենք եկանք այս եզրակացման, որ այս ժողովրդի, այս ղեկավարներն է դա, այս սարնիմնա, ով ոնց ուզում է, այս ժողովրդի տենց է շահագործում է։ Էս է միակ պայմանը։ Իրանք ոչ մեկը չկա, տենց մեկը, մի հատ ոլորտ չկա, որ ժողովրդի մասին մտածի։ 25 համար տրանսպորտներ օգտվում էին, այսօր այսպես է ժողովրդի գլխի տեսեք ինչ վերից։ Մի բան ասեմ, մեր պահանջը միակ մի բան է։ Մի բան ասեմ, կարող եմ ասել։
Ես Մուրադյան Սերգեյի հետ խոսեցի, էլի ձեր համանքի անդամը չեմ։ Հա, գյուղացին է։ Այդ համագյուղացին է։ Մենք ձեր գյուղացու հետ ես խոսեցի, Մուրադյան ջան, հիմա մենք ես ինչ էի ասում, եթե մենք փորձենք ամեն մեկը ինչ-որ տարբեր խնդիրներ չեն, եթե այդ հարցերը նորմալ գույքագրվի հասկացի ու հետո դուք վերլուծեք, երկու շաբթի օրը որ գնալուց եք, ասեք մեր գյուղում այսքան ուսանող է, այսքան աշխատող կա, այդ աշխատողներից այսքան այս ուղղության վրա, այն ուղղության վրա, մեր հարգարժանը ասում է, որ 75 համար երբ որ գալիս է իրար վրա են լցված, որ խնդրում ենք, որ կարելի է այդ տրանսպորտը սենց կազմակերպել, որ այս ժամին այսքան հաճախականությամբ կան, հասկանում եք, այդ ամեն ինչը, որովը մեկը ստեղ ձեր հարցին չի կարա ոտի վրա պատասխանել։ Հարտաշորդ աշխատում են, 3 ժամ եկել գնում, գծիտները, գտնում են նրանը, գնում են ժողովուրդ։ Ես ասում եմ, ուզում եք խնդիր լուծել, խնդիրը հասկանում եք ինչումն է, ձեր պրոբլեմները տանում եք ներկայացնում եք։ Երբ թե միակ լուծում եք ալնելու, չգիտեմ, բայց էլի չենք հավատում։ Բայց որ երկիս չի, որը նախնան չէ, որ աշխատողների հարցը մոչա, թող երկու տրանսպորտը աշխատող, եթե 25 ժողովուրդը հնարավորություն չունի, հիմա մենք քաղաքացի որ որոշում են ասում, մենք քաղաքացի ենք յուղում աշխատած, վարչապետի նամակ են անհնազանդության ակցիաները կսկսեն մենք դուք միջև նստածին։ Ժողովուրդը ճիշտ ասել։ Հիմա իրան չէ, գիտեք, մենակ դուք հարգել եք, ինչը հարգի ժողովրդին չեկավ ժողովրդի մեջ։ Ժողովուրդը հարգել է, եկել է օրինակյանը։ Հիմա ժողովրդի պահանջը ներկայացնում եք։ Դուք պետք է 25 համարը չհանեք, պետք է ժողովրդի չեղաշարժը չկայացնեք այսքան ուսանողներին։ 25 համարը չանեք։ Այսքան, այո, չմտնեք մեր ժողովրդի դերպանը, մենք պահանջելու ենք, եթե մեր պահանջը չեք իրականացնելու, ասում եք չէ, նույն վարքյանը, ես հեռախոսս, կոնկրետ ես պահով եմ ասում, իմ ընկերներով, իմ ուսակցություններով, լրիվի կհանեմ ոտի, զաղնի, կհելնեմ ու հենց քաղաքական հենց կառավարության դիմացը պալատեն խմեմ կտեսնեմ։ Դուք հարգեցիք չեք, մենք հարգել ենք, մենք հիմա պահանջում ենք մենք այս հարցը պալատները կխփենք հենց կմնանք կառավարության երկու զսեք դրանք սրասի պալատները հավաքել
բայց գիտեմ, որ ես արդեն Արին, ես մի քիչ իսկա։ Մի քիչ իսկա։ Ինչի նորից քեզ բան չի կպա։ Մինչև ես հարցի լուծում չտարվի, ես խնդրում եմ 25 համար հենց իմիգրանից, ես նայեցով հրանանտան աշխատում։ Լսի, հենց հիմա մեր հարգարժա բարոն գնդապետը կարգավորել է մինչև նորմալ բան կա։ տրանսպորտի փոխնախարարի հետ մեր լուծումը չկարգավորել է։ Տրանսպորտը գործելու է 25 համարը, պարոն գնդապետը այդ հարցը կարգավորել է։ 25 համարը գործելու է, բայց եթե երկու շաբթի օրը մենք դրական պատասխան չստացանք, ժողովուրդ, հենց ըստ է պալատ եկե խփում եք տռասին ու մնում եք Համաձայն եք, եթե տենց կլի, համաձայն եք։ Մինչև հարցի լուծումը 25 համարը պետք է աշխատի։ Իհարկե որ պիտի աշխատի։ Անպայման պիտի աշխատի։ Եկեք որ մի աշխատի ես ո՞նց է կապել այդ գործը։ մի գնացեք։ Հաստատի ռոշյանցիները այս պահին հակում են երկրորդ ճանապարհը եւս ոստիկանները մարդկանց նորից հետ մղել դեպի մայր։ Ժողովուրդ, հիմա որոշում կայացեք։ Եթե մեր ումը գնալու է։ Ժողովուրդ, խնդրում եմ հավաքեք մի հատ որոշման գանք, էլի։ Արեք մի հատ հասկանանք, բոլորս է ուզում ենք ես հարցի լուծում եմ, այդքան հավաքեք մի ձևի արեք ասեք մի հատ ես կողմը։ Չնայած այն բանին, որ նույնիսկ ոստիկանության գնդապետն է ժամանել Պրոշյան համայնք եւ խոստացել մարդկանց, որ երկուշաբթի օրը իրենց ողորմի ձայնը կլսի տրանսպորտի փոխնախարարը, սակայն մարդիկ չեն հավատում եւ շարունակում են փակած հակապետական բաներ են անում, հակապետական չեն էլ ամաչում։ Արև ձեզ։ Ինձ թվում է, որ այս ակցիան շատ տեղին է, շատ եւ արդարացի։ Ինչու՞։ Որովհետեւ ես որպես այստեղի բնակիչ շուրջ 50 տարի ավել ապրում եմ այս բնակավայրում եւ ղեկավարել եմ 33 տարի մանկական հիմնարկ մանկապարտեզ։ Այստեղ ոչ մի ձևով այստեղի ժողովուրդը չեն կարողացել օգնել քաղաքավարի որևէ տրանսպորտից 37 տարի շարունակ եւ մարդիկ այն մասերը որ գալիս էին աշտարակի տրանսպորտը այնուհետև փոխեցին այն արտաչություն, խարաբար, խրպանդակ, կներեք բարերից համար հազար ներողություն այն ժողովրդի մեջ մտածակա, որ կախված մարշրուտկաներով գնում էին էլի ես, որպես մարդ, որպես կին և դասախոս 48 տարվա ամեն օր ունեցել եմ դաս Երևանի գույնում, առավոտյան ուղարկվել եմ այս տրասի վրա, ներողություն եմ խնդրել դեկանից, ռեկտորից, որ գիտեք, հեռու եմ ապրում, չեմ կարողանում հասցնել, ներողություն եմ, բայց վերջապես, այս
Այս ժպտաց, Պրոշյանի ժողովրդի 37 տարի հետո մարդկային քար կատարվեց, մեր իշխանությունների կողմից, թե չգիտեմ, մեր տրանսպորտի նախարարության կողմից, մենք այնքան երջանիկ ենք զգում, որ էլ չեմ կարող դա նկարագրել այդ չափը։ Հիմա նորից ինչ-որ օլիգարխներ ուզում են սովորել այս չգիտեմ ինչ ճանապարհով դերել այսօր տնեն այդ տրանսպորտ, որը մեզ միայն կտեղափոխի այս ինչ-որ մի կարճ բեկետ, դա աններելի է, դա անընդունելի է, եթե ոչ այսօր ամեն օր այս ժողովուրդը այս բանեցի կհեչի ասկուսակալի աշխատանքին, որի երկուսը սիմվալի, երկրորդ կայքը, 1 կիլոմետր պետք է ճանապարհ գա, 1 կիլոմետր, հիմա ներքևում է, հատ ներքևում է, որտեղից սկսվում է 29-ը և վերջանում է մանումենտում, չէ, մենք սկզբից ենք ունենք։ Բացառությամբ, մենք ոնց կանք հասնենք հիմա նայ, այստեղ հարյուրավոր երեխաներ, քաղաքի դպրոցներում սովորում իմ երեխաները ամեն օր կողմերը ստում են դպրոց վերադառնում, բայց ինչպես նրանք կարող են ամեն օր մենք այդ ընտանիքը ծնողի վիճակի է հազարավոր դրամներ դնի, որ իր երեխան գնա կրթվի վերադառնա։ Ծնողը Պրոշյանում ոչ արտադրական հիմնարկ կա, ոչ մի բան, որ ժողովուրդը կարող է տեղավորվել աշխատատեղ ունենալ, նրանք բոլորը կապված են քաղաքի հետ։ Այս աղանը լիովին կապված է քաղաքի հետ։ Եվ ընդամենը 5 կիլոմետր չկա այս տարածքում, ինչ է նշանակում տեղական մարզային տրանսպորտի միջոց, ոչ, սա քաղաքային տրանսպորտից մեկնորդի ու որոշումը։ Ներողություն, իսկ ծրագիր ունեք, ինչ եք անելու, եթե ամեն դեպքում ձեր բողոքը չբավարարվի։ Ոչ մեկը, ես ուղղակի պատասխանատու հայտարարություններ, ոչ մեկը այդ դրված ավտոբուսներից Չի օգտվելու, այո։ Այո, չեն օգտվելու, չեն տամը, մենք չեն թողնի այդ ավտոբուսից մեր ժողովուրդը օգտվի, այո։ Ոտքով կգնան, չեն օգտվի։ Թողեն ժամանակը ինձ թվում է, որ սա Պրոշյանի ամբողջ ժողովրդի կարծիքն է, կներեք ինձ, հազար ներողություն եմ։ Վերջ, սա է մեր վերջնական Մեր գյուղը հասա ինչ եք որոշում, հիմա ես չենք հրաժարվում, միանշանակ չենք հրաժարվում և շարունակելու ենք, և խնդրում ենք, պահանջում ենք այս կազմակերպության ով տրամադրել է տրանսպորտի միջոցը, Պրոշյանի ժողովրդի վրա լույս է եկել, հասկանում եք մարդը, ապրում է քաղաքացին, որպեսզի քայլի, որ գնա հայթայթի ապրուստի միջոց, բայց որտեղ հայթայթեմ այս Պրոշյանը, ես պիտի քաղաք գնամ գամ, ինչպես։ Այսինքն ես ուզում եմ միատ հասկանալ, դեպ 28 հարուցում հարցի լուծումը տալու 25 համարը մինչև այդ գործելու է, մինչև հարցի լուծումը չտրվի։ Ես տեղյակ չեմ տա։ Հա, հիմա մեր տրանսպորտի կառավարության որոշ անդամներ այս հարցի լուծման համար մեզանից 20 հոգանոց խումբ են պահանջել, մեր պահանջներով իրանք դալիճը տրամադրելու են, մենք գնանք մեր դողով պահանջով, եթե չպահանջեն, ես մեր կարծիքին եմ, եթե չպահանջեն, իրանք մեր պահանջը չկատարեն, մենք հրաժարվում ենք այդ գազերներից և մեր ակցիան ավելի խորացված Այո։ Դու տեղյակ ես, որ 59 համարը քասախցին պայքարել է ու մնում է։ 59 համարը մնում է։ Քասախցին պայքարել է ոչ կուլտուրական ձևով ու մնում է։ Տրանսպորտա ջարդել ու մնում է 59 150 դրամ վճարելով ես կարող եմ երթևեկել 30 կիլոմետր քաղաքից մինչև մյուս ծայրը։
ինչի պետք է պրոշենտ գյուղի բնակիչները ընդամենը, ասենք Երևան քաղաքից 2.5 կիլոմետր է պրոշենտ, այդ տոմատիկով, մարշրուտի երկարությունը ըստ իրաց գրածի ասում եմ մոտ 10 կիլոմետր, ինչի պետք է պրոշենտ գյուղի բնակիչը վճարի 250 դրամ, պատասխանեք իմ հարցին, ինչի համար? Եթե Երևան քաղաքի բնակիչը վճարում է 150 դրամ, երթևեկում է 30 կիլոմետր, իսկ պրոշենտի բնակիչը 250 դրամ վճարում է, հիմա պետք է երթևեկում 10 կիլոմետր, ու չհասնի իր նպատակետին։ Այո, ասել, չի հասնելու իր նպատակետին։ Չի Ես հատուղան իմ հարցին ասեմ, ինչ է մեր հանդիպում։ Ուղղակի թող այս մասին մտածեին այս 30 տարվա ընթացքում, ոչ թե որ հարմարավետ տրանսպորտը մեկ է ստացան, մի այսօր որոշեց ինչ-որ մեկը մի կազմակերպություն, եթե չեք կարող է հանել, իրար գիծը մտնել։ Եթե իրանք ստամես գիտակի չաչի համար։ Ինչի համար է պարոն Պետությունը 75000 աշխատավարձ է տալիս։ Դուք եք նորմալ ինտանից դուրս է գալիս ուսանող, ինտանից դուրս է գալիս մյուս աշխատողը։ 5 այ, ինչով են գնալու եւ քանի տրանսպորտ են փոխելու։ Հաշվանդամ, 2 անց տանից 2 անց 2 երկակարգի հաշվանդամ է։ Ամբողջ ոտքերս կոնստրուկցիայով հավաքած։ Մի օր չկա տեսանիշարով են գնում։ Ռայոնը մի օր մտածեց իմ մասին։ Ես միլիոններ եմ դրել, որպեսզի կարողանամ քայլել։ Դեղի փող տվեց ինձ։ Այդ ռայոնը մտածեց ես ոնց եմ ապրում։ Տարիներ շարունակ երբ որ ես ապրել եմ, ոնց եմ ապրել։ Հիմա մինան թակել այն դուրը, ինչ գնով եմ աշխատել։ Ռայոնը որտեղ է, ես գործ ունեմ ռայոնի հետ։ 20 կիլոմետր պետք է գնամ, երբ որ մի կիլոմետր կեսից ես կարող եմ Երևան մտնել։ 20 կիլոմետր գնամ, որ ես իմ հարցերը լուծեմ, ոչ բժշկություն կա, ոչ ինչ-որ ղեկավարություն կա, որ անձին դիմես, քո անձը պաշտպանելու համար քեզ օգնական լինի, ոչ մեկ չկա, մենք ենք մեր տերը, մենք ենք մեր անձի տերը, մեր ընտանիքը մենք պետք է պահել, ռայոնը չի բերում տալիս իմ երեխուն, որ ես կարողանամ պահել։ Պետությունը թող մտածի այդ մասին, 5 երեխա է դուրս գալիս, մարդի տնից գնում է դպրոց, ինչի տերը, որտեղից է այդքան տրանսպորտ։ Մեկի զայնը միտեղ հասանելի լինի։ Սա աշխատել մեր ընտանիքների Ուրա, հլա անոյն կանչիստեղ, անոյն կանչիստեղ, վերստեղ անոյն, արիստեղ, երկրորդ կարգի հաշվանդամ, էստեղ նայի, ձերքը, ամբողջ որովայնը, բացված է, ընտանիք չունի, եղբայր չունի, որ պահեն օգնեն, պետք է աշխատի, որ ապրի, ինչով է ապրում։ Այդ ռայոնը մի օր բերել է տվել է, այդքան վիրահատություններն արվել է։ Մահամերձ մի ամիս պայքար ենք տվել հանրապետականում, ռայոնը 1000 դրամ տվել է, որ այս մարդին մի հատ դեղ առնեն։ Ռայոնն ուր էր, միլիոններով պարկ կա վրան դրված, ինչով աշխատի փակ այդ պարկը։ Աշխատածը տա տրանսպորտին, 250 դրամ տրանսպորտին, աշխատածը տա դրամ, զորով ասում է ես այսօր այդ կտրոնը առել եմ, ինձ ձեր եք տալիս ու տենց գիրան, հիմա այդ կտրոններել են հարում, ես ինչ անեմ, այդ մարդը առել եմ իմ Մի հատ պայմանավորվեց հավաքել սևակի սենյակը 20 հոգանոց Եսի տրանսպորտի եսի հետ եմ ասում, հավաս անում, բարին դրա ես ճանարում համադրել քուրը, բայց մենանք
Любой день транспорт Абарանի սարիկայի դեղոնից է։ Մենք 5 կիլոմետր ապրող մարդը բնակիչ է, այսօր ասում են մեռեք, մի ապրեք։ Մինչև ժամը 7-ին մերյա դրություն հանդիպեք այդ 20 հոգի, եթե ինան ձեզի դրական պատասխան չտան, դրական պատասխան չտան, ես ապցալ այդ 20 հոգի, որ 10 հոգի է զանգ պատարելով, 10 հոգի, մեկ ես մենք ավելի ուժ է Եկա որ բազմիցս դիմել եմ, երեք չառաջի օրը անգամ անցել եմ այս ճանապարհը մյուս կողմի վրա ոստիկանների հետ, բարեկային ոստիկանների հետ այստեղ։ Զրույց եմ ունեցել մի քանի անգամ, ասել եմ տվեք ինձ կոնկրետ հասցեն, կոնկրետ մարդը, որին ես կարող եմ գնալ, հանդիպել իմ դիմումով դիմել, որովհետև 150 բնակիչ մինիմումը 4 շնչից բաղկացած այս 3 շենքում ապրում է, պլյուս մանկական հիմնարկ մանկապարտեզ, 160 ծնող և պատկերացրեք ամեն ընտանիքից ոչ պակաս 2 երեխա, հաշվեք, այստեղ ապրում և աշխատում են երեխաները սպառվում են այդ մանկականից և այնտեղ ուժ ամբուլատորա, այս բոլոր տարածքից օգտվում են, մարդիկ ինչպես անցնեն այս ճանապարհը, քանի մահվանների երկով ավարտվեց, ողջան Հարգելի լրագրողներ, ես ապիցիալ հայտարարում եմ, եթե երկուշաբթի օրը կառավարության անդամները մեզ դրական լուծում չտվեցին, մեր ժողովրդի պահանջը չիրականացրեցին, 25 համարը չպահպանվեց, մեր ամբողջ ժողովուրդը Արանտիկը խփելու է դիկոլի տանդեմ է կայնելու ավելի հիս արձյալներ ավելի շոշը բաղնելու է, չեք թողնելու ոչ մի բան, մեկ հիմա հարգում է մեր ոստիկանների աշխատակը Հիմա խնդրում եմ հարգելի պրոժանցիներ, բոլորս դուրս են գալիս, գնում ենք մեր Պարոն Գաբրիելյանի մոտ գյուղապետարան, մեր 20 հոգանոց դիմ են տրելու, երկուշաբթի օրը 20 հոգին պետք է ներկայանա, եթե հարցի լուծում չտրվեց, մենք ավելի կոշտ գործողություններ ենք հարգելի լրագրողներ, հեշտեք, որ մեզ խոստացել են, որ մինչև իրանց հետ հանդիպումը այս հարցի լուծումը կայանալ է, որոշում չկայացնել։ Ռոշան Հավանի 25 համարը գործելու է, եթե դա նույնպես չգործեց խաբեցին մեզի, ուրեմն մենք չունենք իրանց ընդհանրապես ոչ հարգելու, ոչ ենթարկվելու, ոչ չսելու։ Այո, գնացի։ Բոլոր երեխաներին էլ դուրս կբերենք մենք այստեղ։ Այո, մեծ ու փոքր այստեղ կանգնած կլինենք, կպահանջենք։ Ապրեք ձեզ։
Եկեք գնանք որ ցանկություն ունի թողա գնանք որ դրամատրետիկ ձեր ժամանակը մեր Այսպիսով որոշումը կայացված է կընտրվի 20-ից 25 հոգանոց խումբ, որն էլ կհանդիպի երկուշաբթի օրը տրանսպորտի փոխնախարարի հետ այս հարցերի լուծման վերաբերյալ։ Եթե հարցերը չլուծվեն, պրոշյանցիները շարունակելու են բողոքի ակցիաները։ Երա ասելով ախպեր այսօր շամի 7-ին երել է ոստիկան դուքն ամենաշատ դուք եք, ժողովուրդը են հասիվ ջուն են ախպեր ժողովուրդը են 2008-ին այսօր 2008-ին են այստեղ 2008-ին ավապետ հայ երկու միշտ էիք երեղա ախպեր լրիվ է գործ այսօր միկը մարդը գործ Ես այսօր ռուբերը ձերս թաղի տաղ հելել եմ աղորդել է տաղ Ես ոնց ասած ուսակ Ի խոսքով ժողովուրդ ջան Մենք մի հնարավորություն ենք տալիս Հիմա 25 համարը ասել են գործում է Թող գործի Ժողովրդի տեղահանում է, տեղափոխում է կատարի Այսօր են է գործելու, այո Միջև ես հարցի լուծումը խոստացածա, որ գործելու է Եթե չգործես, երկու շաբթի օրը մեր հանդիպումից հետո Հենց իրաց դեմ է, մենք ոչ մեկից վախենալու չունենք, իրանք է մեր պես մարդ է, շատ ես որ ատորես վաղասը Մեր ասելիքը կասենք, ու ամեն մեկս մեր զանգերով բոլորին կոշկանենք կհանենք բոլոր Երի տեղա բոլեղա Այո Հիմա եկեք բոլորս 40 չի ապեն ախավ Անդեղ մնա Ժողովուրդը լրիվ սովոր է այդպեսին գնալ գալու Հիմա այսօր կգնան հոգի որոշի ովքեր են գնալու երկու շաբաթ կառավար մեծ արժեքներ ոչ մարդիկ այնքան աշխատանք չեն բացառում որ կարողանան 250 դրամ դառնի բայց գազինը վիճակը չի ես Որ 25-ը չհանվի, մենք հետ քաշվեր հետ ենք քաշվել, մենք ուսուրական մարդիկ ենք, մենք գիտակից Միանշանակ վիճակը ելք չունենք, ես լինելով հայ ես գիտեմ, որ մարդիկ հազար բայց ես են մեր խոքինալու Ոյն ու ձիվը այդքան է կարող իմ ամեն կետ ենք Չէ, Նայրա ջան իսկապես եմ եթե 25 մեզ չդրամադրեցին ավելի վատ տարբերակներ են Միանշանակ 25-ին ձեր չտան մնացածը զուգահեռ քանի տրանսպորտ 25-ին ձեր չտան ինքը մեզ հարմար է ժողովրդի հարմար է մեզ հաճելի է մենք մեզ մարդիկ թող մեզ 10-րդ շարքի լավ չսարքի ոչ մի գազելյան զուգահեռ երկրորդական կլինի իսկ ընդհանրապես 25-ին ձեր չտան իմ համար 25-ը օդը ջրպես պետք ես մոտ ուղիչ առաջ ասել եմ ունեմ հիվանդ 4 տարեկան ես ամեն օր իրան ծածկով ստացած 25-ը տեղավորում է երկու տրանսպորտի փոխելով հիվանդանոց են կարող իսկ ուրիշ տարբերակներ իմ համար դա պատահ խնդրանքը սա ուղղակի 25-ը չհանեն մնացածը չանեն եթե մարդկանց համար են
Ես մեն իմ անունից չեմ մարդկանց կողոց դա է, որ 20 որևէտև 30 տարվա մեջ ազնիվ աչքներս կծային։ Թող մեր կիսարոտը չպասվի։ Դուք հանգիստ չեք, այսօր մենք ամենքս 1000 խնդրում ենք, բայց մենք եկել ենք կողոց ենք փակում, ճանապարհ ենք։ Աներ չունենք մենք ընտանիքները, խնդիր չունենք։ Դուք ամենքս ընտանիքի խնդիրներով զբաղվում, ոչ թե այսպես քաղաքական հարցերով։ Մեզ դրական չեն դե մասին իրանք մտածում, չեն մեզ դրական 25 Միջև է թողանեին, 30 տարվա ընթացքում թողանեին, երբ որ մենք 100 տաշորջում այդ ժամանակ թողանեին, մտցնեին, իսկ երբ որ մենք ունենք հարմարավետություն, արդեն որոշել են փոխել, կամ ինչ-որ բան էր անել, թող այդ ինչ անում են, իրանց համար դա մի հատ սն բան, տեսեն ինչ է, մի հատ մեր մեջ, մի հատ բսեն, խնդիրը, բարկությունները, դժվարությունները, այսքան բան Սպասում ենք միայն դրական պատասխան Նախկինում որ գազելներ աշխատում շատ մարդկային պայմաններին չափազանց տնտի կեղտոտին որ ժամին ուզում էին քշում որ ժամին չէին ուզում չէին քշում Եվ արգելված էր աշտարակի գազելները մեզ չէին վերցնում, որովհետև չգիտեմ գողականի գիծեր, ինչեր, նույնիսկ դանակահարություն եղել, այ ուրիշ տրանսպորտ նստեին անում, ռիսկ չէին անում մարդիկ բողոք էին, որ գազելը դուրս գա, որտեղ չգիտեմ ում գիծն էր, այ լռեք, կսպանեն, հիմա մենք հազիվ ենք ազատվել դրանից, հիմա ինչ, նորից ինչ, Եթե փոփոխություն կա, ապա փոփոխությունը պետք է լինի կամ համարժեք կամ ավելի լավ։ Սա է մեր համայնքով մենք միշտ աշխատել